Բարի երեկո, սիրելի հետևորդներ, այսօր մեկնարկել է Աթենք, Կրետե, Սանտորինի մեր Հունաստանի էքսկուրսիան։ Մենք հիմա գտնվում ենք Հունաստանի զարդը համարվող և խորհրդանիշ Աթենքի համարվող Ակրոպոլիսում։ Դեռևս 5-րդ դարում կառուցված, Քրիստոսից առաջ 5-րդ դարում կառուցված այս տաճարները շարունակում են տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների կանչել դեպի Հունաստան։ Մեր դիմաց հայտնի Պարթենոնն է, տաճար նվիրված Աթենաս Պալասին, Աթենաս Պալաս Աստվածոն, հունական։ Ինչպես տեսնում եք, վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ձախ կողմի վրա Էրեկթոնի տաճարն է, նվիրված Աթենասին, Պոսեյդոնին և լեգենդար Էրեկթեոն արքային հունական։ Էրեկթեոնի տաճարը յուրահատուկ դիզայն ունի, արտաքին և ներքին ճարտարությունը տարբերվել է շրջակայքի տաճարներից։ Իսկ ներքևում փռված է ժամանակակից Աթենքը։ Ներքևում այս մասը տեսնում ենք նախամուտքն է դեպի Ակրոպոլիս։ Ինչ է նշանակում Ակրոպոլիս? Բարձր քաղաք, միջնաբերդ, այսպես է թարգմանաբար։ Հիշեցնեմ, որ մեր հաջորդ Հունաստան ուղևորությունը կլինի նոյեմբերի 6-ից 12, կլինի 4 գիշեր Աթենք և 2 գիշեր Սանտորինի կղզում։ Դեպի Եվրոպա ունենք նաև հոկտեմբերի վերջ Բուդապեշտ, Պրահա, Դրեզդեն, Մյունխեն, Վիեննա, Զալցբուրգ, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը, նոյեմբերի 11-ից 19-ը Մադրիդ, Սարագոսա, Բարսելոնա, իսկ ամենամոտ տուրը, որ տեղեր ունենք, Դուբայն է, սեպտեմբերի 20-26-ը։ Աստեղ հավաքվենք, միասին կիշխնենք։ Այսքանը սիրելի հետևորդներ, բոլորին լավ երեկո եմ մաղթում։